Փետրվարի 1-ին Վիեննա ռեստորանում կայացավ Հենակետ բիզնես ակումբի առաջին բիզնես լանչը, որը միավորեց ակումբի անդամներին մեկ հարթակում։ Ակումբականներին ողջունեց հիմնադիր Արուսյակ Մարտիրոսյանը։ Նա իր խոսքում նշեց, որ ուրախ է լինել բոլոր ներկաների համախմբողը։ Բիզնես լանչի ընթացքում քննարկվեցին մի շարք գործարար թեմաներ, համագործակցության հնարավոր ուղղություններն ու ակումբի հետագա քայլերը։ Թիր մարքեթինգային ընկերության հիմնադիր Ալինա Դավթյանը, որը զբաղվում է նաև Հենակետ բիզնես ակումբի մարքեթինգով, ընդգծեց, ակումբի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 28-ին։ Սակայն ակումբին անդամակցելու հայտերի հոսքն այնքան մեծ է եղել, որ որոշել են մինչև պաշտոնական բացումը հյուրընկալել առաջին անդամներին։ Մեզ մաղթում եմ բարի երթ, Թիր մարքեթինգային ընկերությունը միշտ լինելու է Հենակետի կողքին, մեկս մեկին լինելով հենման կետ։ Բիզնես լանչն ընթացավ կառուցողական եւ գործնական մթնոլորտում, արդյունավետ շփման ու ապագա համագործակցությունների սկզբնավորմամբ։ Անդամները հանդիպման ընթացքում ներկայացրին իրենց բիզնեսում սպասվող նորությունները եւ մանրամասները։ Prime Holding ընկերության հիմնադիր Սյուզի Մկրտչյանն ակումբականներին տեղեկացրեց, որ մարտի 1-ին Marriott հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա Prime Expo-ն, որտեղ ներկայացված կլինեն մի շարք լյուքս եւ պրեմիում ապրանքանիշներ։ Բացի թողեք միակ հնարավորություն այդ օրը ներկա գտնվելու, ասեմ, որ մուտքը ազատ է, բայց նախորդ մտնում եք Prime Holding-ի պաշտոնական էջերը Instagram-յան եւ Facebook-յան, գրանցվում եք, արեք ձեռքբերում եւ մասնակցում եք, այդ օրը կարող եք անվճար մուտք գործել շքասրահ։ Հորեկա տեքստիլ ընկերության հիմնադիր Գոհար Հակոբյանն ներկայացրեց իր ձեռնարկության պրոդուկտը, նշելով, որ զբաղվում են արտահակոստների արտադրմամբ եւ վաճառքով։ Այսօր մասնակցել ենք Հենակետի բիզնես լանչին, որը որ շատ օգտակար էր եւ ծանոթությունների առումով եւ առհասարակ ժամանցի առումով։ Հուսով եմ փայլուն ապագա կունենա Հենակետը եւ մենք էլ Արուսի հետ կհասնենք մեծ հաջողությունների։ Բիզնես լանչին ներկա էին նաև Հաճարիկ ընկերության հիմնադիրները Արմենն ու Մարիամը։ Մեր հիմնական տեսականի կազմված է հաճարի ամբողջահատիկ ալյուրից, չի պարունակում գունանյութեր, չի պարունակում քիմիական հավելումներ, բնական առողջարար հացեր եւ քաղցրավենիքներ են։ Համահիմնադիր Մարիամ Յանոքյանի խոսքով, միանալով Հենակետ բիզնես ակումբին ակնկալում են նոր բիզնես կապեր, բիզնեսում հաճախ ծագող խնդիրների լուծումներին միտված առաջարկներ։ Փորձի փոխանակումը լավագույն միջոցն է գոտ է պնդվելու եւ այստեղ նաև թիրախային անուն ընտրվեց բիզնես ակումբի Հենակետ ունենալով եւ առաջ գնալով, քանի որ երբ շփվում ես այն մարդկանց հետ, ովքեր կիսում են այս ճանապարհը քեզ հետ, էլ ավելի գոտ է պնդվում ես։ Հենակետ բիզնես ակումբում արկա ոլորտները տարբեր են։ Մեր ակումբի անդամ է նաև Քրիստինա Գրիգորյանը։ Նա Christy Fashion Studio-ի հիմնադիրն է։ Մեր կազմակերպությունը կարում է արտահակուստներ տարբեր կազմակերպությունների աշխատակազմի համար, այսպես ասած ունիֆորմաներ են կարում, եւ մեր մյուս ուղղվածությունը դա բուտիկ ատելյեն է, որտեղ անհատական պատվերներ են ընդունում։ Քրիստինե Գրիգորյանի խոսքով Հենակետ բիզնես ակումբում ինքը գտնում է մոտիվացիա եւ նոր ընկերներ։ Քվանտային հոգեբան Լիլիթ Ծատուրյանը նույնպես մեր բիզնես ակումբի առաջին անդամներից է։ Նա ընդգծեց. ուրախ է, որ Հենակետ բիզնես ակումբի մասնակից է։ Я квантовый психолог, работаю с глубинными бессознательными программами, сценариями, которые мешают людям продвигаться во всех сферах жизни. Работаю с отношениями, с финансами, также есть бизнес, разборы, здоровье и так далее, и так далее. Հենակետի անդամ է նաև MA ընկերության համահիմնադիր Մարինե Գալստյանը։ Ընկերությունը զբաղվում է HR ծառայություններով, աուդիտ համալիրում ուսուցում։
Այսօր մասնակցելով այս բովանդակալից միջոցառմանը կազմակերպված հենակետ բիզնես ակումբի կողմից, ասեմ, որ շատ տպավորված եմ, որ տեսա վառ նույն մտածելակերպով, նույն ոճի մարդկանց, հա, որոնք բիզնեսին ունեն նույն ոճի մոտեցում։ Եվ հույսով եմ, որ մեծ հեռանկարներ են սպասվում հենակետին, համոզված եմ MA Consulting-ի նպատակը եւ ցանկությունն է, որպեսզի մեր բազմամյա փորձը եւ մեր ակտուալ գիտելիքները օգտագործենք նրա համար, որ լինենք ցանկացած հայ գործարարի կողքին, հայ տնտեսվարողի կողքին եւ ներդնենք այնպիսի համակարգեր, որոնք լինեն հիմք, ամուր հիմք նրանց բիզնեսների զարգացման եւ աճի համար։ Հանդիպմանը ներկա էր նաև Bonfood եւ Diana Cake ընկերությունների համահիմնադիր Սոֆիա Պողոսյանը։ Ընկերությունները մատուցում են ծառայություններ սննդի ոլորտում, լանչեր, արագ սնունդ եւ հրուշակագործություն։ Անդամակցում եմ հենակետ բիզնես ակումբին նետվորքինգի եւ նոր ծանոթությունների համար։ Մաղթում եմ բարի երթ բոլորիս։ Հենակետ բիզնես ակումբի առաջին գործընկերներից է նաև Zart-Print տպագրական ընկերությունը։ Ընկերության հիմնադիր Սյուզաննա Բաթոյանը հույս հայտնեց, որ ակումբի գործունեությանը մասնակցելով ձեռք կբերեն նոր բիզնես համագործակցություններ եւ հետաքրքիր ծանոթություններ։ Zart-Print-ը 12 տարվա հաջող փորձ ունի ոլորտում։ Zart-Print-ը հանդես է գալիս որպես սոցիալական ձեռներեցություն, զբաղվում է դիզայնի եւ տպագրության հարցերով։ Ակումբի անդամ է նաև Your Agency ընկերության հիմնադիր Վարսիկ Դավթյանը։ Կազմակերպությունը զբաղվում է անձի բրենդինգով, բիզնես խորհրդատվությամբ եւ տարբեր սեմինարների իրականացմամբ։ Մասնակցեցի հենակետ ակումբի բիզնես լանչին, ծանոթացա բազմաթիվ գործարարների հետ, շնորհավորում եմ ակումբին հաջող մեկնարկի համար։ Բիզնես լանչն անցավ կառուցողական եւ գործնական մթնոլորտում, հիմք դնելով արդյունավետ շփմանն ու ապագա համագործակցություններին։ Հիմնադիր Արուսյակ Մարտիրոսյանն ակումբականներին խոստացավ ավելի հաճախ նման գեղեցիկ եւ տեղեկատվական միջոցառումներ կազմակերպել։